արձանագրենք, որ թվում էր, թե դարի հանցագործներն էին մուտք գործելու այս նամակը հանձնելու տեղը, ոստիկանական զորքերն էին ներսը, հետո դրանից բացի առանձին ՊՊՑ ներկայացուցիչներն էին, այդպես վախեցած, թե վարորդներն ինչ պետք է անեին, Արտուր ջան, չգիտեմ ինչ պետք է անեիք, որից հետո նամակը մուտք արեցինք 600-ից ավել վարորդների ստորագրությամբ եւ արդեն իրավական ընթացք տվեցինք այս գործընթացին, վարորդների պայքարի գործընթացին, այն փաստին, որ վարորդների իրավունքները ոտնահարվում է, վարորդները բուլինգի են ենթարկվում եւ այս կառավարության շենքում նստած մարդկանց համար շուրջ 100,000 մարդիկ երկրում աշխատող ուղղակի չկան, բացակայում են 120,000 Արտուրն ասում է, ուղղակի բացակայում են այս մարդիկ։ Ինչն էր խնդիրը, մի անգամ էլ արձանագրենք մեր խնդիրները, որոնք որ բարձրաձայնում են, որ տոտալ ոտնահարվում է վարորդների իրավունքները, իսկին օնլայն տիրույթում գործող տաքսի ծառայություն մատուցող օպերատորները ամեն օր ոտնահարում են վարորդների իրավունքները, վառ օրինակ Ձյաձ Տիգրանի ռեյտինգը արհեստականորեն իջացել են չեցելուց հետո բոլորի ռեյտինգները իջացնում են, պատվեր քիչ են տալիս, մարդկանց օրինակ գումար է լինում, որը որ ընդունենք պատվերը 2000 դրամա, տեղ են հասնում, պարզումը 1700 դրամա այս մարդկանց գցում են եւ այս մարդիկ ասում են առաջինը մեր իրավունքների ոտնահարման հարցը եւ դրա հետ կապված մենք ուրբաթ օրը վարորդները պլանավորել են ակցիա իրականացնել Yandex գործակալության գրասենյակի մոտ Մոսկովյանում այս ուրբաթ ժամը 3-ին եւ մեծ ակցիա իրականացվելու, որից հետո հաջորդ պահանջը որ կար, ասում են վարորդները, իսկ այդ վարորդների շրջանակը 40,000-ից ավելին է, ովքեր օրական 10-ից 12 ժամ նվազագույնը 10-ից եկեք, տեսնիք, 10-ից 12 ժամ նվազագույնը աշխատում են, 10-ից 12 ժամ աշխատում են, այս մարդիկ վաստակում են 200,000 դրամից ավելի գումար, եւ այս մարդիկ պետության կողմից մի հատ 5% են վերցնում տուրք, որպես ինքնազբաղված, անկախնիկի պարագայում 4, ընդեղ միջանկյալ պետությանը տոկոս տալիս։ Ես ավարտեմ ամբողջությամբ, Yandex-ի օրինակը բերենք, Yandex-ը սիմվոլիկ է, Yandex-ի պարագայում 16.5% նվազագույնը, բայց միջինացված 21% վարորդներից գումար է պահում, ստացվում է տեղից որ 20% ավելացած արժեքի, իհարկե Yandex-ը վճարում շահութարկ, իսկ այդ գումարը տվողը այս մարդիկ են, հասկանում եք, ստացվում է միջինացված մեր հաշվարկով մոտ 12% նվազագույնը իրենց մատուցած ծառայությունից պետությանը ուղիղ հարկ գեներացվում է։ Մեզ մարդիկ ասում են լավ, մենք որ աշխատող մարդ ենք, եկուս թոշակի գնանք, ինչի համար մենք պիտի բարձր թոշակ չստանանք։ Լավ, պետություն, մենք ընդունենք մեր գործընկերների, իրանց գործընկերների մի մասը հարկադիր ունեն, ասում պատրաստ եմ ինչ-որ տոկոսով փակեմ իմ հարկադիրի գումարը, բայց դու ինձ գրանցված աշխատող չես համարում, հնարավորություն ճկուն մեխանիզմ չես տալիս, որ այս այդ խնդիրն էլ հաղթահարը, այդ հարկադիրի դահակայի խնդիրներն էլ հաղթահարը։ Հաջորդ խնդիրը որ կա, ասում է պետություն, դու որ ինձանից այդքան հարկ ես վերցնում, դիմացը ինձ ինչ ես տալիս, ոչ իմ անվտանգությունն ես ապահովում, ոչ մի ձևով, այսինքն իրանց իրավունքների ոտնահարումը չես ապահովում, թոշակի գնալն է չի լինում։ Մյուսն էլ երբ որ հայտարարում էր կառավարությունը, որ 200,000 դրամից ավել վաստակող մարդիկ անվճար պիտի բուժվեն, պարզ լեզվով ասեմ, վարորդներից 40,000-ից ավելին է 200,000 դրամից ավել է վաստակում այս մարդիկ։ Ու շատ, ու այս մարդիկ ասում են լավ, մենք ինչի որ պիտի չօգտվենք նաև այդ ծառայությունից։ Եվ այսպիսով ստացվում է պահանջները մի քանիսը դարձան, որոնք որ մենք արդեն պաշտոնական ընթաց տվեցինք, այսօր հատուկ որոշել ենք, որ պետք է նամակը հանձնելուց 2-3 հոգով, մաքսիմում 5 հոգով մասնակցենք այս process-ի, որովհետև ուրիշ ընթաց չկա, պաշտոնական, կուլտուրական արտադրենք։ Ես ոստիկանների Պարոն Մանուկյան, առողջապահության նախարարը հայտարարեց, որ հարցը քննարկվում է եւ ամեն ինչ կանեն բոլոր հնարավորությունների շրջանակում, որպեսզի օնլայն տաքսու վարորդները կարողանան ապահովագրության ծրագրից մինչև եկող տարի օգտվել։ Արսեն Թորոսյանը նաև նրանց հետ հանդիպում ունեցան, ինչ արդյունքներ է արձանագրվել եւ արդյոք հնարավոր է հարցերը լուծվի բարձրացրած։ Արձանագրեն ինչեր է եղել, հանդիպան մասնակիցներից Արտուր այդտեղ է, ինքը կպատմի, մենք արձանագրում ենք առաջի փոքրիկ հաղթանակ առ այն, որ 3 նախարար արձանագրել է եւ
այս խախտումների փաստը։ 3 նախարար խոսել է խնդրի մասին։ Ճիշտ է, Գևորգ Պապայանի խոսածը աբսուրդային շարքից է, ու այդ մարդը էկոնոմիկայի նախարարն է, ողբամ են երկրին, որ նախարարը ինքն է։ Ասում է խոսամ Yandex-ի հետ, կենտրոնական բանկի, առևտրային բանկի հետ, որ այս մարդկանց վարկ տան։ Մենք վարկի համար Այս մարդիկ վարկ չեն ուզում, իրաց խնդիրները լրիվ ամբողջությամբ ուրիշ է։ Այսինքն այս ամբողջ ցույցի ընթացքում հասկացաք, որ մենակ խնդրը վարկ վերցնելն է, վարկի հարցը եք ուզում լուծեք։ Չի կարելի։ Առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր, ու այս մարդիկ պետք է ներառվեն այս ցանկում եւ իրանք անվճար բուժօգնություն ստանան։ Այսինքն արձանագրում են, որ մյուս պահանջները արդար ու իրանք էլ են գիտակցել, որ կա այդ խնդիրը պետք է լուծվի։